Հիմա ես Լենինգրադյան փողոցում ինչեր եմ անելու, դուք կտեսնեք։ Ամենահամեղ, ամենահամով իմ ընկերուհու սարքած թխվածքներն եմ ուտելու։ Ձեզ էլ իմ հետ ներս կտանեմ ու համով միասին կնայենք ինչեր ենք մենք հիմա հյուրասիրվելու։ Ահա, հիմա նայեք ինչ համով բաներ կա։ Մարդու լոզերը թափում է։ Այսքանը հիմա ես վիդեո ուտեմ։ Սաղ ուտելու եմ։ Մարդիկ գալիս են ստեղ ուղակի ապրանք առնեն, իսկ մենք եկել ենք ստեղ քեֆանելու։ Վիճում ուզում էր ինձ հələ գինի խմացներ, ուզում էր ինձ հարբացներ, որ ես տուն չկարողանայի հասնել, բայց ես ինչպես իսկական ավանդական հայկին հրաժարվեցի գինուց և լիկյորից։ Մնացինք ֆանտայի հույսին։ Նենց որ ստեղից որ անցնեք Լենինգրադյան 8/2 անպայման կմտնեք իմ ընկերուհի Վարսիի մոտ, ինձանից իրան կբարևեք։ Կարաս խոսա, զապիսա, բայց կարաս խոսա լավ, հետո կխոսաս։ Նայեք ժողովուրդ ջան, այսենց որ գալիս ես այստեղ հյուր, այսքան նվեր ես ստանում։ Հիմա այսքան հացը ես ոնց եմ ուտելու, որտեղ եմ ուտելու, հələ նայեք ինչ սիրուն հացել է։ Ես սենց հաց ճիշտն ասած առաջի անգամ եմ տեսնում, սենց սիրուն նախշերով սերի հացա ու ասում են շատ համով է, այս հացերը նվեր եմ ստացել, այսքանը քիչ է, բա հələ ես նայեք, այս էլ է, սաղ նվեր է, թարմ, այսօրվանը, սաղ նվեր եմ ստացել, բա, հիմա ում հյուր կանչեմ ես, այսքան համով թխվածքներ, որ ես ունեմ հիմա ամեն տեսակի, այսքան թխվածքով տուն եմ գնալու նվեր ստացած, ում հրավիրեմ կոֆեի, սուրճի, հայկական սուրճի, մեր լիգենդարնի հայկական սուրճը,